Իսկ այս տարի արդեն մենք նվեր ունենք նաև մեր տարեց խմբի համար եւ շատ շուտով մեկնարկելու ենք ընթերցանության մրցույթ հատուկ իրենց համար։ Մրցույթի անունն է Դեղին սպիտակ էջեր։ Հրաշալի է։ Արևիկ ում գաղափարն էր, ով հղացավ գաղափարը, որ անպայման ավագ սերնդի ներկայացուցիչներին էլ ներառենք եւ առանձնացնենք ընթերցանության մրցույթում եւ այս միջոցառումների շրջանակում հաշվի առնելով, որ կարդացող սերունդ է։ Մենք ունենք հրաշալի խորհուրդ, մեր խորհուրդներ ներառված են տարբեր կանայք, տարբեր ոլորտից ու հերթական խորհրդի նիստի ժամանակ հնչեց այդ գաղափարը, որ այդ տարիքային խումբը անտեսված է, չունեն զբաղմունք, միգուցե նրանց է ներառենք ու գաղափարը բոլորի շատ դուր եկավ, ողջունվեց միանգամից ու անունը մրցույթի կոչվում է Դեղին սպիտակ էջեր, որովհետև ինչպես գիտեք, թոշակառուները ավելի հակված են դեղին գրքեր կարդալու, իսկ հիմա մենք առաջարկում ենք նաև նոր գրքեր, որոնք ունեն սպիտակ էջեր ու այդտեղից գաղափարը եկավ, կոչվելու է մեր մրցույթը նոր Դեղին սպիտակ էջեր։ Էլեկտրոնային գրքերի Kindle-ների դարաշրջանում մարդիկ կան, որ ասում են ես գրքի հոտն եմ սիրում, գրադարանի հոտն եմ սիրում, այս դեղին էջերն էին, որ միևնույն է գրքին փոխարինող հաճույքը շփումը գրքի հետ, միևնույն է ոչ մի բան չի կարող փոխարինել։ Ճիշտ է, մեր երեխաները նաև օգտագործում են եւ Kindle եւ համակարգիչ, բայց բոլորը միանշանակ ասում են, եթե հնարավոր է գիրք, ապա միևնույն է միայն գիրք։ Ջուլիա, ասացեք ընտրեմ երբ է սկսելու ծրագիրը, ինչ որ համագործակցություն ունեք եւ ժամկետների մասին եւ ինչ պետք է անեն մեզ լսող տարեցները, քայլերի հաջորդականությունը ներկայացնենք։ Շատ լավ, նախ շեշտադրեմ, որ այս տարիքային խումբը մենք սահմանել ենք այսպես, 63-100+, բայց սա այս մրցույթի շրջանակներում է, թող չտխրեն 62 կամ 61 կամ 60, հա, ձեր տարիքային խմբի մի քիչ ավելի ներքև տարիքում գտնվողները, որովհետև իրենց համար էլ ունենք մրցույթ 19-ից 62 տարեկան եւ 63-ից 100+ տարեկան։ Ինչպես է ընթանում մրցույթը, մենք սահմանում ենք ընթերցվելուն, հա, պարտադիր գրականության ցանկ։ Այս տարի ներառված է ընդամենը 5 գիրք, հաշվարկում ենք, թե յուրաքանչյուր օր անձը որքան պետք է ընթերցի։ Այս պարագայում 12-ից 15 էջեր ընդամենը։ Օրական կտրվածքով։ Օրական կտրվածքով, այո։ Մրցույթի մեկնարկը մենք տալու ենք փետրվարի 1-ից, բայց դա գրանցումներն են։ Փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը կլինի գրանցման փուլը, իսկ մարտի 1-ից արդեն կսկսվի բուն մրցույթը։ Մարտի 1-ից մինչև հունիսի 1-ը մենք սահմանում ենք մրցույթի, այսինքն 3 ամիսների ընթացքում պետք է ընթերցեն այդ 5 գրքերը։ Այս շրջանակում մենք նաև նախատեսում ենք իրականացնել մի քանի հանդիպում օրինակ հեղինակների հետ կամ գրքի քննարկումներ պարզապես։ Եվ հունիս ամսին մենք կունենանք շատ գեղեցիկ, շատ մեծ միջոցառում, որը բաղկացած կլինի մի քանի մասից։ Առաջին մասը մի փոքր, այսպես ասեմ, կվերհիշենք մեր ուսանողական տարիները, ինչը ինձ թվում է այսպես նոստալգիկ հաճելի զգացողություններ է առաջացնելու, կլինի տեստ։ Տեստը կներառի հարցեր ընթերցված գրքերից։ Տեստի ավարտից հետո կունենանք գեղեցիկ միջոցառում, այդ ընթացքում մեր մասնակիցները ժամանցի, հա, միջավայրում կշփվեն, կհաղորդակցվեն, կվայելեն այն ամեն ինչ իրենց համար նախապատրաստել ենք, իսկ մենք կհաշվարկենք արդյունքները եւ վերջում արդեն կհրապարակենք հաղթողներին եւ արդեն մրցանակներ կտանք։ Քանի որ ինքը նախագիծը ամեն դեպքում մենք հիմնադիրներս մեր խորհուրդը ուսումնասիրել ենք եւ տեսել ենք, որ շուկայում, հա, այդպես ծրագիր չի եղել, միգուցե կամ մենք չգիտենք, այնպես որ այսպես սուր թող չընդունեն են մարդիկ, ովքեր նախկինում կազմակերպել են։ Ինքը բավականին ծավալուն է, այնպես որ բոլորին խորհուրդ եմ տալիս շտապել, գրանցվել։ Գրանցումների հետ կապված մեր էջում է արդեն բաց, մենք շուտով հրապարակումներով, հա, կկիսվենք ինֆորմացիան։ Հրաշալի է։ Ամենակարևոր պահը ներկայացրեք գրքերի ցանկը, ինչ սկզբունքով են ընտրվել, ինչ գրքեր են եւ ինչպես ձեռք բերեն այդ գրքերը մարդիկ։ Բարի, ուրեմն գրքերի ընտրությունը հետեւյալ սկզբունքով է իրականացվել, որ այն դասական գրքերը,
որոնք որ բոլորս գիտենք, բոլորս ծանոթ ենք, փորձել ենք չներառել, ինչու, որովհետև ուզում ենք այնպես անել, որ մարդիկ ծանոթանան նաև մեր ժամանակակից գրողներին, ժամանակակից հայացքներին եւ հենց ձեր նշած իսկ քննարկումները արդեն անենք տվյալ ժամանակահատվածի համար, այսօրվա խնդիրների շուրջ, նույն Արևիկի նշած էմպաթիայի հետ կապված խնդիրները կամ միգուցե էմպաթիան ապրումակցման հետ կապված, այո, զգացմունքներին էլ չասեմ ցավին։ Այո, փորձում ենք բոլոր թեմաներից ներառել։ Այս պահին մեր 5 գրքացանկից 2-ը հայ ժամանակակից գրողներն են, Դավիթ Սամվելյան իր վերջին գրքով Մոռացված երկրի զանգերը, շատ հետաքրքիր գիրք է, պատմում է իր պապիկի պատմությունը, թե ինչպես է Նախիջևանից գաղթել, այո, եկել Հայաստան։ Երկրորդը Մելո, երկու զավեշտախաղ, բացառապես թատերական ուղղվածության պիեսներ են, որոնք կարծում եմ հետաքրքիր կլինեն հենց ավագ սերնդի համար։ Ներառել ենք Կամյուի Օտարը, որը եւս քննարկման լիքը թեմաներ է տալու, մենակություն, լքվածություն, սերը արտահայտելու, սերը չարտահայտելու ունակության բազմակողմանի է մի խոսքով այդ գիրքը։ Ունենք շատ գեղեցիկ գիրք Sharon Draper-ի Աղմկոտ լռությունը, որի դեպ թարգմանել է հենց մեր խորհրդի անդամը Արմենուհի Նավակյան, ապրումակցման մասին է, խոցելի խմբերի հետ կապված մեր վերաբերմունքը շեշտադրող բազմաշերտ գիրք է, որը նորից շատ հետաքրքիր է լինելու քննարկելը։ 5-րդ գիրքը անկեղծ չեմ հիշում, որովհետև մի քանի մրցույթների գրքացանկերի վրա ենք աշխատել։ Ամենակարևոր հարցը, ինչպես են ձեռք բերելու գրքերը, դե պարզ է, գրքերը կան գրախանութներում, մենք նաև դա ենք հաշվարկել, որպեսզի առկայությունը լինի, որպեսզի մարդիկ կարողանան գնել, բայց մենք նաև հասկանում ենք, որ կլինեն շատ ու շատ տարեցներ, ովքեր հնարավորություն չեն ունենա ձեռք բերել գրքերը։ Դրա համար ձեր թույլտվությամբ իհարկե ես կդիմեմ այն մարդկանց, ովքեր ցանկություն ունեն, օրինակ գրքի փաթեթ նվիրել, ինչ որ մի տարեցի, թող կապ հաստատեն Բվի կրթական հիմնադրամի հետ, մենք սիրով կընդունենք այդ նվերը եւ կարծում եմ մեր մասնակիցն էլ սիրով կընդունի այդ նվերը, կամ եթե կլինեն ինչ-որ կազմակերպություններ, որոնք ցանկություն կունենան աջակցել այս ծրագրին, գրքերի փաթեթները ձեռք բերելու եւ մասնակիցներին, նվիրելու հետ կապված, ուրախացնելու հետ կապված, որովհետեւ սա իրոք ուրախություն է։ Մենք այս մրցույթով պարզապես զբաղվածություն չենք ապահովում, մենք մրցույթով այո, շեշտադրում ենք, որ դուք մեզ շատ պետք եք, որ ձեր ընթերցելով դուք մեզ տոն եք տալիս, մենք էլ ձեզ ենք տոն տալիս։ Ձեզ շատ շնորհակալություն հրավիրելու համար, շնորհակալություն, որ հասանելի եք դարձնում այս ալիքի միջոցով ինֆորմացիան տեղ է հասնում հենց մեր թիրախային լսարանին։ Մեզ լսող բոլոր անձանց, ովքեր գտնվում են 63-ից 100+ տարեկան խմբում, հրավիրում եմ, խոստանում եմ, որ շատ հետաքրքիր է մեզ հետ լինելու, խոստանում եմ, որ դրական էմոցիաների բաց չեք ունենալու, իսկ ովքեր 60-ից ներքև են գտնվում, հրավիրում եմ մեր մյուս մրցույթին մասնակցել 19-ից 62, որը կոչվում է գրքատոն, մանրամասները նորից մեր էջերում կլինեն։ Անչափ շնորհակալ ենք հրավիրելու եւ այս հնարավորության համար։ Ես եմ շնորհակալ վստահության համար։